Հանրային ռադիոյի եթերում վերնատուն մշակութային ծրագիրն է, ձեզ հետ Մերի Մուսինյանը, բարի օր։ Այսօրերին մենք շատ լսեցինք մեր հնագույն բնօրաններից մեկի՝ Քեսապի մասին։ Քեսապը Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին միջերկրական ծովի ափին Մուսա լեռան ծովային հարևանությամբ գտնվող մի բնակավայր է, որտեղ հայեր են բնակվում դեռևս Տիգրան Մեծի ժամանակներից։ Սա բառից բուն իմաստով հայկական մթնոլորտով, վարք ու բարքով, կենցաղով ու ավանդույթներով մի բնակավայր է, որտեղ արդեն սերնդե-սերունդ ապրող քեսապցիները երբեմնի քարուքրա տարածքը վերածել են դրախտավայրի։ Այսօր Քեսապը Սիրիայի լավագույն տուրիստական վայրերից մեկն է։ Քեսապում ապրում են աշխատասեր, հյուրընկալ, ուրախ, հայրենասեր ու հավատացյալ հայեր, ովքեր ճակատագրի կամոք Սիրիայում գտնվող Քեսապ կոչվող այդ փոքրիկ կղզյակը վերածել են իր տեսակի մեջ մի ուրույն Հայաստանի։ Քեսապի մասին այսօրերի խոսակցությունները ցավոք լավ առիթով չակտիվացան։ Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքները իր վրա կրեց նաև Քեսապն ու քեսապցին։ Պատերազմի ու Քեսապի դեմ ուղղված զինված հարձակումների շուրջ ամենատարբեր հակասական խոսակցություններ ու կարծիքներ հնչեցին, որոնց այսօր չենք անդրադառնա, դրանք թողնելով մասնագետներին ու կոմպետենտ մարդկանց։ Այսօր պարզապես վերնատան եթերում իմ հյուրերի օգնությամբ կկիսենք տպավորություններ ու զգացողություններ Քեսապից։ Իմ հյուրերն այսօր մարդիկ են, ովքեր Քեսապը կրում են իրենց մեջ, ովքեր ճանաչում ու զգում են Քեսապ ասված երևույթը։ Իմ գործընկերը, դոկումենտալիստ, լրագրող Նանե Բագրատունին ֆիլմ է նկարահանել Քեսապի մասին։ Նախագիծն իրականացվել է Մխիթարյան միաբանության, ինչպես նաև Քեսապի եւ Հայաստանի հայ բարերարների աջակցությամբ։ Երբ ֆիլմն արդեն պատրաստ էր, Քեսապը դեռևս ապրում էր իր խաղաղ բնականոն կյանքով։ Քեսապցիները դեռ չէին տարհանվել իրենց տներից, բայց մենք այս ֆիլմի կողքով մի տեսակ լուր անցանք։ Պատճառը նախ մեր չիմացությունն էր, եւ հետո մենք սիրում ենք արթնանալ ու մտածել վտանգի ժամանակ միայն, ցավոք։ Այսօր վերնատան հյուրասրահում իրականում ուշացած զրույց է Քեսապ ֆիլմաշարի մասին։ Քեսապ վավերագրական ֆիլմ նախագծի մտահղացման հեղինակներն են Մխիթարյան միաբանության վարդապետ Հայր Համազասպ Քեշիշյանը, Նորայր Մելքոնյանը, ռեժիսոր Նանե Բագրատունին, օպերատոր Լիպարիտ Ասատրյանը։ Այսօր վերնատան հյուրասրահում իմ հյուրը Նանե Բագրատունին է եւ քեսապցի Շողեր Մելքոնյանը, ով Քեսապից հայրենիք է եկել ուսանելու համար։ Բարի օր, առաջին հարցս Նանե, քեզ պիտի ուղղեմ։ Նախ ինչպես պատահեց, որ քեզ հետաքրքրեց Քեսապը։ Ինձ առհասարակ հետաքրքրում են չբացահայտված թեմաները։ Երբ ես արդեն 5 տարի առաջ լսեցի Քեսապի մասին, միակ տեղեկությունը, որ ունեի, գիտեի, որ երջանկահիշատակ Գարեգին Վեհափարը առաջին քեսապցի է եղել։ Եվ ես առիթ ունեցա ծանոթանալու Մխիթարյան միաբանության միաբան Հայր Համազասպ Քեշիշյանի հետ, եւ մտահղացում ծնվեց, որ պատրաստենք դոկումենտալ ֆիլմ Քեսապի մասին, որովհետև չկար այդպիսի աշխատանք ամբողջական։ Եվ որքան ես գրքերով նայեցի, կարդացի եւ այլն, դա շատ ավելի քիչ էր իհարկե, եւ մենք ունենք փոքրիկ այսպես Յավուրյան ստուդիա միավորում, Յավուրյան ստուդիա միավորման մեր թիմը ես էի, եղբայրս, օպերատոր եւ մի քանի ընկերներ, ովքեր պատրաստման ընթացքում աջակցեցին։ Հայր Համազասպը կարողացավ գտնել ֆինանսավորում Քեսապ հասնելու համար, եւ ես եւ Լիպարիտ Ասատրյան, եղբայրս թռանք Սիրիա։ Եվ հրաշք կտավը, որ գունագեղ խորը բազմաշերտ բացվեց մեր առջև, կոչվում էր Քեսապ։ Որոշեցինք ֆիլմն էլ այդպես կոչել, որովհետև հասկացա, որ ամենառոմանտիկ վերնագիրն անգամ ամենազգացմունքային վերնագիրը չի բերի այն ճանաչումը, այսինքն ես հասկացա, որ կարևոր էր այդ ժամանակ, որ Քեսապին ճանաչեն։ Հայաստանում 10-ից 9-ը ինձ հարցնում էր, ինչ է Քեսապը։ Քեսապը ես ասել եմ դեռ Քեսապն ու քեսապցին երևույթ են։ Երևույթ, որ ուսումնասիրման, մատուցման կարիք ունի։ Քեսապն իմ համար մշակութային կղզի էր եւ աշխարհագրական առումով էլ։ Քեսապը 3 կողմից Թուրքիային է սահման, միայն մեկ մասով կպած է Սիրիային։ Թուրքիայի սահմաններից մեկը ծովն է, որի առջև փռված է Մուսա լեռը։
Եվ այդ կղզիակում մարդիկ Տիգրան Մեծի ժամանակներից մնացել են ապրել եւ շարունակաբար փոխանցել ավանդույթներ, որոնք Հայաստանի ապրող հայերին հատկապես ծանոթ չէին։ Քեսապը իմ պատկերացումները փոխեց առհասարակ 180 աստիճան Սփյուռքի հետ կապված։ Նախ քեսապը պետք է հիշենք, որ գաղթօջախ չէ։ Քեսապում միշտ ապրել են հայեր։ Բնօրժան է։ Այո, քեսապն ինքը ունի Սփյուռք։ Քեսապը փոքրիկ Հայաստան է։ Նույն ճակատագրով ասեմ ձեզ, որ 3 անգամ տարհանվել են բնակիչները, գնացել են, նորից վերադարձել, եկել, շենացրել են եւ 49 թվականին, երբ որ արդեն եղեռնից հետո հասցրել էին քեսապցիները վերադառնալ 18-ին եւ ծաղկեցնել ու շենացնել քեսապը, հայրենադարձությունից առաջ դեռ 9 ամիս թուրքական կայսրության տիրապետության տակ է գտնվում կրկին արդեն Օսմանյան կայսրությունից հետո։ Եվ արաբները հայերին սիրում են նաեւ դրա համար, որ քեսապը հայերն են նվիրել նորից Եթե չլինեին հայերը, քեսապն այսօր Սիրիայի կազմում չէր լինի։ Մենք ունեցել ենք կարդինալ Աղաջանյան այդ ժամանակ Հռոմում եւ նրա միջամտությամբ քեսապի միայն բնակելի հատվածը վերադարձվել է Սիրիային։ Իսկ այնտեղ մնացել են Թուրքիայում իրենց բերի դաշտերը, այգիները եւ մեր Արարատը հիշեցնող Կասիոս լեռը, Ուխտի լեռը իրենց, որտեղ իրենք միշտ գնացել են ուխտագնացության։ Եվ այդ կարոտը, որ մենք ունենք Արևմտյան Հայաստանի հանդեպ, նույնը ունեն քեսապցիները։ Քեսապը ունի Սփյուռք, քեսապն ունի լեռ Արարատ, այսպես ասած, իրենց լեռը Կասիոսը։ Քեսապն ունի հողեր թուրքական պետության մեջ, այսինքն շատ նման է այդ առումով Հայաստանին։ Բայց հետաքրքիրը որն էր, որ քեսապը շատ մերն էր, շատ իմներ, բայց շատ տարբեր։ Իրականում ես այնտեղ աշխատելով, հետո 1 տարուց ավել ֆիլմաշարի վրա աշխատելով, անընդհատ փորձում եի հասկանալ, որ գյուղը, որ անուններ եւ այլն, որտեվ քեսապն ինքը 13 մինչեւ հայրենադարձությունը եւ այս պահին 10 գյուղերի ամբողջականությունը քեսապ կենտրոնով եւ թվում է ոչ կարեւոր բաներ են, բայց հիմա հասկանում եմ ինչ կարեւոր էր այդ ամենը։ Ինչը ես արևմտյան մեր գրողների մոտ եմ տեսել, լեզուն, որ փոքրիկները խոսում են արևմտահայերեն։ Պապա չպիտի քնանամ, չեմ ուզեր, չեմ գիտեր եւ ամենապստիկ, չգիտեմ, փոքրիկ նյուանսներ։ Բոլորը խոսում են հայերեն եւ քեսապերեն։ Դա մի այլ երևույթ է, իրենց բարբառը բոլորովին նման չի հայկական որևէ ճյուղին։ Աճարյանը մի քիչ Արցախի կարծեմ բարբարին է մոտեցրել, բայց միևնույն է նա շատ տարբեր է։ Շուղեր ինձ հետաքրքիր է այն ինչ պատմում են անեն։ Հիացմունքը ամբողջ այս ամբողջ էներգիան, որ ինքը վերցել է քեսապից։ Դու լսում ես կողքից, քեսապը քո հայրենիքն է, քո բնօրրան է։ Դու բնական ես համարում իրես հիացմունքը, թե դու մտածում ես ինչ որ մի սովորական բանով ուղակին անեն հիացել է։ Հենց այնպիսին է քեսապը, ինչպիսին ինքն է ներկայացնում։ Այո, նանեն շատ լավ է ներկայացնում քեսապը, իսկապես մենք իրան քեսապցի կարող ենք համարել, այդ աստիճան իր սերը քեսապի նկատմամբ հիացմունքը ներկայացումը շատ հիանալի է։ Քեսապը իսկապես դրախտավայր է բարի բոլոր իմաստներով, ելա արհեստով, արվեստով, մշակույթով, տնտեսությամբ, խոսակցությամբ, ամեն ինչով կարող ենք համարել Հայաստանից մի բաժինը իր սովորույթներով, ավանդույթներով։ Քեսապը գտնվում է Լատակիո նահանգի հյուսիսային կողմը, Կասիոս լեռան ըստորոդը, շատ գեղեցիկ է, ունի եկեղեցիներ, դպրոցներ հայկական, մշակույթով շատ հարուստ տեղ ունի այս։ Քո կարծիքով ո՞րն է գաղտնիքը, որ քեսապում ապրող հայերը մինչ օրս պահպանել են իրենց ինքնությունը։ Քեսապը ավանդական տեղ ունի։ Բոլոր քեսապցիները շատ կապված են իրենց բաբենական հողին, միշտ ուզած են շենցնել, առաջ տանել, ոչ մեկը չէ ուզած ծախել։ Նայած այս պայմաններում ոչ ոք չուզեց ծախել հերանալ քեսապից, չուզեցին ավելի լավ պայմաններում մեջ ապրել։ Ինչ որ բիդելա, ինչ որ իրեն ճակատակին է գրվել, ուզեցին այդտեղ մնալ։ Եկար դու Հայաստանում սովորելու քեսապից։ Ինչպես ես պատկերացնում քո ապագան, դու պիտի վերադառնաս քեսապ։ Աստված դա խաղաղվի, խաղաղություն լինի։ Իհարկե, իմ ծննդավայրը այնտեղ է, բոլոր հիշադակներս, մանկություններս, երազանքներս այնտեղ էին եղել։ Արդյոք Հայաստանը քո պատկերացրած Հայաստանն էր այն իմաստով, որ այստեղել էին նույն կերպ պահում ավանդույթները, ինքնությունը շեշտված էր։ Ինչպիսին էիր տեսնում Հայաստանը քեսապում դեռևս եւ ինչպիսին տեսար գտար այստեղ։ Երբ քեսապում էինք, մեզ փոքր դարիքուց Հայաստանը կներկայացնեին իբր իդեալական տեղ, իդեալական երկիր դրախտավայր։ Բոլոր մանուկները շատ ասկասել են, հայրենասեր են, բոլորը կուզեն հայրենիքը կարել տեսնել, այցելել։ Մասամբ նույն բաները կան, այո, բայց քեսապում կան սովորույթներ, ավանդույթներ դարբեր են ավելի։ Օրինակ, մի քանի սովորույթի մասին խոսիր խնդրում եմ, կամ մեկ։ Ինչ դուք ունեք, որը շատ բնորոշ է քեսապցիներին։ Ինչ ավանդույթ։ Մենք ունենք մասարան, որը աշնան գնենք, խաղողը կողքրդենք, այսպես ասեմ։ Խաղողի ճուրն է որ գեպենք եւ մի քաղցր ռուբ գլա, շատ նշանավոր է այդ
երևույթը 4 կողմերեն կհավաքվին, գերկեն, կբարեն, Հարազատներով, ընկերներով։ կուտեն կխմեն, այսինքն շատ ջող մթնոլորտ մը կստեղծվի, բոլորը անհամբեր կսպասեն այդ օրվան։ Քեսապցիները ուրախ ժողովուրդ են։ Շատ ուրախ ժողովուրդ են, երկել, բարել, շատ սիրող են այսպես, հյուրասեր ժողովուրդ են։ Ածագաններ ունեն, այո, ածագաններ եւ ոչ ոք չի նեղանա։ Մականուններ երևի նկատի ունես, ահա։ Այո։ Օրինակ ինչ մականուններ, ասա մի քանիսը, որովհետեւ մենք կոլորիտը պատկերացնենք։ Օրինակի համար ասեմ, Ստալին ունենք, Ստալին բաբուկը։ Ինքը այն տերերից էր, Ստալին պապիկը, որ մնացել էր Քեսապում եւ հրաժարվել էր լքել եւ իմ ֆիլմից այդ կտորը տեղադրեցի Facebook-ում, հետո պարզվեց գրոհայինները իրենից հարցազրույց են վերցրել։ Խոշոր իմաստով գրոհայինների պահանջը այն է, որ հայերին այսպես Ասադի դեմ ստիպեն խոսել, կոնֆլիկտն ավելի սրելու եւ հայերի գործոնն այդպես ավելի շեշտելու համար։ Ստալին պապիկը ես հենց նոր եթերից առաջ իմացա, որ վերջապես նրան իջեցրել են լաթակյա, այսինքն ողջ ուրախացանք շատ, Ստալին պապիկը Քեսապի հումորի ներկայացուցիչներից եւ գրողներից մեկն է։ Նանե, ինչ տեսար այնտեղ ավանդությունների, ապրելակերպի, կենցաղի վերաբերյալ մասին կուզեիր խոսեիր, որը քեզ զարմացրեց, հիացրեց։ Շատ տարբեր է Քեսապը Հայաստանից, հայեցի է, բայց շատ տարբեր։ Արևելյան Հայաստանի մշակույթից, սկսած խոհանոցից, հացերից։ Իրենք ունեն բկեղ հաց, ունեն բիբերով հաց։ Ինչպես հասկանում եմ, արդեն դարեր շարունակ փոխանցվել է, այո, այո։ Խոհանոցն է շատ տարբեր, բայց շատ համով ու շատ հետաքրքիր։ Այ Մասարայի մասին պատմեց շողերը։ Թվում է թե սովորական կոպիտ ասեմ, մի կտոր հաց են ուտում, բան հավաքվում են եւ այլն։ Իրենք այնքան սիրուն են տանում, խաղիկներով իրար պատմում են, բարում են իրենց Քեսապի բարը եւ երգում են խաղիկներով, հալա 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 նինոյեն, գերմֆստան հեգոձե, հալա 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 նինոյեն, այդ խաղիկը հայտնի։ Հալա 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 նինոյեն, գերմֆստան հեգոձե, հալա 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 նինոյեն։ Իրենք ուրիշ երգեր ունեն Քեսապերենով էլի։ Իսկ այդ երգերը ընտանիքներում այդպես երգելով եք փոխանցում, թե կա ինչ-որ մշակութային միավորումներ, խմբեր, որտեղ ուսուցանվում է այդ ամբողջ ազգային երաժշտությունը եւ այլն։ Ինչպես է փոխանցվում, ինչպես է պահվում մշակութային ժառանգությունը Քեսապում։ Մշակույթը ամենի առաջ ընտանիքները կուկա, արդեն բոլորը միասին իրար հետ Քեսապերեն գխոսին մեր բարբարով։ Ունեցած ենք թատրոններ, ներկայացուցած ենք, ունեցած ենք բարախումբեր, ունեցել ենք Միսակյան մշակութային կենտրոն, որտեղ դալիս էին տաշտամուրի, գիտարի, չուտագի դասեր։ Ձեր դպրոցներում դուք հայերեն եք անցնում, թե արաբերեն։ Մենք դպրոցներում ունենք հայերեն դասակերքերն ենք, որոնք անցնում ենք հայերեն, առավել գրոնը։ Մյուս նույնները արաբերենով են դալիս, բայց դասերու ընթացքին մենք հայերեն ենք խոսում իրար հետ, լրիվ հայկական այսինքն։ Եվ հայերեն լեզվով դասավանդող ուսուցիչների պակաս չունի ոնց որ թե Քեսապը։ Չէ, չունենք։ Ինչպես արևմտյան Հայաստանում դպրոցները կից են եկեղեցիներին։ Եվ հետաքրքիր է որ այնտեղ չկա այդպես ասած առանձին արաբական պետական դպրոց։ Այսինքն 3 դպրոցներն էլ Քեսապում գործող, իրենք ղեկավարները հայեր են, իրենք կից են հոգևոր կառույցներին, առաքելական եկեղեցու, կաթողիկե եւ ավետարանական։ Որոնք ինչպես դուք քո հարցազրույցներից մեկում ասել էիր, շատ հաշտ համերաշխ իրար հետ գոյատևում են։ Այո։ Եվ այսօր Լաթակիայում հենց 3 մեր ընկերներից մեկը տեղադրեց 3 համայնքների դպրոցների երեխաները, մանուկները միասին եկեղեցու բակում Կիրակնորիա դպրոց են անում։ Հասկանում եք, այս պահին նրանք Կիրակնորիա դպրոց են գնացել, եկեղեցի են այցելել, պատարագին են մասնակցել, այսինքն այդ միաբանությունը կա նրանց մոտ։ Նրանք հիշատակի օրեր, տոներ 3 համայնքներով միասին նշում են։ Եվ դպրոցներում ոչ միայն հայերեն են խոսում, այլ արաբ երեխաները, նրանք շփվում են հայերի հետ։ Շատ հուզվել է, երբ ամեն օր կաթողիկե համայնքում հանդիպեցինք, որ երեխաները երգում են առավոտ լուսո։ Դասը սկսելուց առաջ ծիսակարգ է։ Երգում են առավոտ լուսոն եւ մեկնարկում է այդպես իրենց ուսումնական օրը եւ երգում են առավոտ լուսո արաբ երեխաները հայերի հետ միասին։ Այդ ինձ համար շատ հուզիչ է։ Իսկ հիմնականում հայերը հայերի հետ են ամուսնանում, հում Քեսապում կա որ հայ աղջիկ արաբ տղայի հետ ամուսնանալ։ Չէ, բացարձակապես, այսինքն հայերը հայերի հետ են ամուսնանում։ Ինչպես են անցնում ձեր հարսանիքները։ Հարսանիքի ընթացքին նախորյակին ասեմ ավելի շիտակը, ունենք հինումը, հինաթնելը, սենց երեկոյով հավաքվում են բոլոր ասկականները միասին, խնձոր են տնում, առավել եւս հինան հետնել մոմը, բարում են երգում են, բարի վերջավորության ասում է մեր խաղի քույսողը հարսնցո
հարցնցում փիսեցոն հինինք, այսինքն հինը անենք հարցնցում փեսացուին, սկզբում չգասեն, միջև որ վերջավորության այո գասեն, շատ հետաքրքրական է այդ վարքյանները։ Հարսանիքի օր ունենք հերիսա եպելը, նախքան փեսահակցները, հերիսա ենք եպում, բաժանում ընտանիքների մեջ այդտեղ այսինքն, վերջնոր փեսա են հակցնում, հարսին դունել նույնն են անում, հերիսա են ուդում, ավանդական հերիսան, նոր հարս են հակցնում, գնում են եկեղեցի ուսագի։ Դու կարող ես անկեղծ ասել, որ դու քո հասակակիցների երիտասարդները սիրում են, հա, այդ հայկական ավանդույթները։ Այո, իհարկե շատ ենք սիրում եւ շատ ենք կապված։ Իհարկե նորություններ մտնում են, բայց հինը բահբանվում է։ Ես ականատեսն եմ եղել այդ պահպանմանը եւ նորամուծության։ Օրինակ, Միսակյան մշակութային կենտրոնում պարզապես հիշեցի այս պահին։ Շատ ժամանակակից հագնված երեխեք չկա այդպիսի մեկը, որ քեսապերեն իրենց երգերը չիմանա, քեսապի պարը իրենց հետաքրքիր գերմեֆստանը չիմանա։ Գերմեֆստան, այդպես է կոչվում։ Գերմեֆստան հեգոցե, հլա։ Չոցել աղուր վիլոձի, հլա նինոյե։ Ինշալլահ վայլաձեր։ Գարմիր հակույց տակածե, ինշալլահ վայլաձե, հլա նինոյե։ Այս հպանցիկ զրույցի մեջ ես արդեն հասկանում եմ, թե ինչ ահռելի բանահյուսական ազգագրական նյութ կա քեսապում։ Բայց ես մտածում եմ, որ դա ինչ որ միտեղ արդեն գիտական առումով պիտի արխիվացվի։ Արդյոք քեսապում հենց այս հարցով զբաղվողներ կան։ Այո, Հակոբ Չոլակյանին ենք մենք հանդիպել եւ մեր ամբողջական ֆիլմը եւ պատմական տեղեկությունները հիմնված են եղել Չոլակյանի գիտական աշխատությունների եւ անձամբ հենց իր փոխանցած տեղեկությունների վրա։ Քեսապի մասին կա ամբողջական աշխատություններ, որ հենց Չոլակյանն է հեղինակել եւ միայն, բայց չուսումնասիրված մեր կղզին է նա քեսապը։ Իր ազգագրական նյութով, իր մշակութային Այո, ամեն կերպով, ասում եմ ձեզ, իրենց տարբերությունները սկսում է հաց թխելու մշակույթից, սեղան գցելու մշակույթից, մինչ ամենախիստ հոգևոր մշակութային, այսինքն շատ տարբեր են եւ մենք շատ բաներ ունենք նայելու, ուսումնասիրելու, իմանալու պարզապես։ Եթե որևէ տուրիստ այցելել է քեսապ եւ գիտի, որ հայկականը ինքը գա Հայաստանում տեսնի հայկականը, ինքը չի հասկանա, որ դա նույն հայկականն է։ Շատ տարբեր են, շատ։ Եվ ես ուզում եմ նշել, որ քեսապի ամենամեծ առաջ մղող, հա, տնտեսապես նաեւ շարժիչ ուժը տուրիզմն է։ Այնտեղ ձկնորսություն կա, այգեգործություն, օճառի գործարանը, այնտեղ արտադրում են հյութեր, որսորդներ ունեն իրենք, որսորդների միություն, իրենք որսի շրջանը շատ սիրում են։ Վերջացրած նրանով, որ քեսապը իրականում ոչ միայն հոգևորականներ ծնած հող է, այլ այդ հոգևորականները ամենատարբեր ուղղություններով քրիստոնեության համաշխարհային նշանակություն ունեցող անձիկ են եղել։ Եվ նաև կարծես թե ժողովուրդն ինքն է շատ հոգևոր, հա, հավատացյալ ժողովուրդ է ապրում։ Այնտեղ չկա այդպիսի բան։ Ես մի առիթով նշել եմ, որ քեսապը առանց սովետական Հայաստանի Հայաստան է, Հայաստանից դուրս։ Այսինքն չկա հարց հայ քեսապցի, անհավատ քեսապցի։ Դա անգամ չի քննարկվում այդպես բան, փոխանցվել է գենից գեն ու արտացոլվում այդ խաղաղությունը իրենց կենցաղում։ Այնտեղի հայերը գտել են օտարի հետ այդ երկակի, բայց անդավաճան երկակիությունը պահպանելու։ Այդ շատ կարևոր է անդավաճան երկակիություն, էլի։ Անիմաստ սկզբունքայնություն չկա այնտեղ։ Դուք հարցազրույցներից մեկում ասում ես, որ ես թերևս առաջին անգամ տեսա հայերի, որոնք իրապես հայրենասեր էին առանց ավելորդ պաթետիզմի։ Գիտեք, հաճախ օրինակ մեզ թվում էր, որ Սփյուռքից գալիս էին Հայաստան, այդ հայրենիքի մարմնավորումը, կերպարը, ինձ միշտ թվում էր, թե դա կեղծ ու հաճախ գուցե գաղութների առումով, հա, դա միայն դասագրքային ինչ-որ տեղեկատվություն էր եւ դասագրքերում երեխաները սովորում էին գաղթօջախներում նկատի ունեմ Սփյուռքից եկած ոչ շոշափելի, ոչ իրական, նրանց կենցաղում չէր այդ հայրենասիրությունը, հասկանում եք, իսկ քեսապում իրանց կենցաղում է այդ հայրենասիրությունը։ Ֆիլմից այդ կտորը ես կուզեմ, որ անպայման դնեք, Պստիկ ավետարանական դպրոցից մի երեխա պատմում է առաջի դեմքով 1909 թվականի դեպքերի մասին, այսինքն դա այնքան իրենն է։ Մարդիկ գրում են իրենց պատմությունը բառացիորեն։ Եվ ես շատ երջանիկ եմ, որ այդ երջանիկների թվում եմ, ով արեց այդ նախագիծը, որովհետև ասում եմ դոկումենտալիստի աշխատանքը պահը բաց թողեց իր վերջ, հաջորդ պահին պատերազմը սկսվեց եւ ավիրվեց այն, ինչ դու չհամրագրեցիր։ Քանի որ այս օրերին շատ հակասական տեղեկություններ կան նաեւ եւ դրան գումարվում է մեր անտեղյակությունը մեծ առումով քեսապի մասին, որպես հնարավորություն առաջին, այսպես ասած, ձեռքից ինֆորմացիա վերցնելու, երկու բառով ասեք, թե այս պահին ինչ վիճակ է քեսապում, քանի որ շողերն ինքը անձամբ կապ ունի իր ծնողների հետ, ովքեր Լաթաքիայում են այս պահին գիտեմ։ Ինչ վիճակ է քեսապում։
Կեսապում հիմա գրիվները ընտանում են մեր բանակի եւ ընտիմաթիրների միջև։ Փառք Աստծո վնասվող ընտանիք չի գա, բոլորը լետակիայում են, մի մասը եկեղեցում, մի մասը իրենց բարեկամների մոտ, բոլորն էլ ապահով են, փառք Աստծո, դեպի լավը գերտանք։ Մարդիկ չեն դարածվիր գոր աշխարհի 4 կողմերը, կապված են իրենց հողին, անհույսով որ պիտի դառնան մոտ ադենե։ Ես իսկապես կգնահատեմ հայաստանցիներին ասկայլը այս սերը կեսաբի հանդեպ, աջակցությունը որ ուզում են ցուցաբերել կեսաբի հանդեպ եւ շատ շնորհակալ եմ իրանցից։ Մենք միասին ծեր ցերքի դալով հայերս կրնանք այս դարակրությունը, ասեմ, մեգոմ տնել, բացմությունը էլի չի կրկնվի։ Մենք այդ դառնանք մեր հողերը, այս է մեր բոլոր ուզածը։ Մենք չենք ուզել աշխարհի անգույները երթալ եւ լավ ապրել, ոչինչ մենք կդառնանք մեր կեսաբը, նույնիսկ եթե քարքարի վրա մնացած չլա, մենք պատրաստ ենք այդ շինելու, այդ վերականգնելու։ Գիտես, Մերի, ես հուզվում եմ, որտեվ իրանք իմ հերոսներն են, իմ ֆիլմի հերոսներն են։ Իրանք ինձ չեն հիշում, բայց 1 տարի ամեն օր իրենց դեմքերն եմ ես տեսել, մոնտաժել եմ այդ ֆիլմերը։ Ուզում եմ ասել, որ քեսապը վերականգնվելու է, քեսապը լինելու է, որովհետև կա քեսապցին։ Եվ կեղծ ելույթներ, կոնֆլիկտներ, որն է մեր խնդիրը։ Մենք անտեղյակ ենք։ Քեսապի հարցը ճիշտ լուծելու համար, հատկապես Եղեռնի 100-ամյա տարելից ընդառաջ, պետք է դարձնենք քեսապը մերը